Փաստորեն իմ մեքենան էլ է օֆրոուդի։ Այս 3 կիլոմետրը մենք առաջանում ենք դեպի Պրիվալը, որտեղ տղաները մեզ են սպասում, ու մեզ ասել են ճանապարհը շատ հարթ է։ Բայց փաստացի ստացվում է, որ իմն էլ պետք է ամենագնացն էր, որ ժամանակին հասնենք։ Հուսանք առանց վնասվածքների հիմա կհասնենք այնտեղ։ Գնացինք։ Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ, դուք դիտում եք Off-Road Armenia-ի հերթական արշավը եւ մենք այսօր գտնվում ենք Չինչին գյուղի վերևում։ Այս անգամ արշավը անցկացվում է Տավուշի մարզում։ Մենք գտնվում ենք Կապտավանք վանական համալիրի մոտ։ Իրականում այս վանական համալիրը քիչ հայտնի է, որովհետեւ ճանապարհը բավականին բարդ է, իմ մեքենան դուք տեսաք, մեծ դժվարությամբ եկավ հասավ, բայց շատ գեղեցիկ տեղ է, շատ գեղեցիկ վանական համալիր է։ Հիմա ավելի մանրամասն կպատմենք վանական համալիրի մասին, բայց հավելեմ, որ քիչ անց արդեն տղաները կզարթնեն բոլորը, կպատրաստվեն արշավի ու մենք կմեկնենք։ Հիշեցնեմ, որ այսօր արշավին մասնակցելու է մոտ 15 տեխնիկա, այսօր լինելու են եւ ամենագնացներ եւ ինչպես տեսնում եք կան բագիներ։ Մի խոսքով այսօր մաքսիմալ լավ ուրախ արշավա սպասվում, ինչու, որտեղ նաև այսօր եղանակն է լավ ու բնականաբար դա ազդում է տրամադրության վրա։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Off-Road Armenia-ի հերթական արշավը։ Մենք
չինչինում ենք։ Off-road Armenia-ի հերթական արշավը մի քիչ ուրիշ է լինելու։ Մենք այսօր որտեղից որ շարժվենք, եթե գալու այդտեղ, այսինքն մեծ սիրուն շրջան ենք անելու, այսինքն շատ սիրուն տեղ ենք եկել։ Այս կապտավանքն է, գտնվում է Չինչին գյուղի ու Իծակար գյուղի արանքում, վերևը անտառային հատվածում, այսինքն սիրուն հատվածը, այստեղ ոնց որ ձորակ է։ Ինչ է ուզում ցույց տալ։ Ցուցանակի վրա գրած էր, որ 12-րդ դարը ՏՏՏ ու որ կողքը ու մոտերքում կան խաչքարեր, խաչքարի բեկորներ։ Մի հատ խաչքար մենք ներսում գտանք, իսկ այստեղ այսինքն շատ սիրուն կտորներ են պահպանվել։ Ցավոք դրանք ընդհանրապես կտորներ են, ամբողջական ոչ մի տարբերակ չկա։ Այստեղ նույնիսկ ինչ որ գրված կա, որը ես հիմա այսպես պահեմ, դուք եթե կարող եք կարդացեք։ Այսինքն հետաքրքիր գեղեցիկ անկյուններ կան Հայաստանում։ Եթե դուք եք ուզում նման տեղերում լինել, նման հատվածներ Հայաստանում, այսինքն գտնել ու ունեք ամենագնաց, ապա միացեք Off-road Armenia-ի թիմին։ Իսկ եթե վստահ չեք ձեր ամենագնացի վրա, ապա կարող եք դիմել ավտոապակի աշխարհ խանութ սրահին, որտեղ գնալով դուք կստանաք պրոֆեսիոնալ նախորդատվություն, թե ինչ անհրաժեշտ ձեր մեքենային եւ ցանկության դեպքում նաեւ այդ ամեն ինչը կկատարվի եւ դուք շատ վստահ կարողանաք գալ հասնել այսպես տեղեր առանց մտածելու վայ մեքենաս։ Այնպես որ ավտոապակիների աշխարհ։ Բալջան, բարի առավոտ։ Բարի ձեզ, բարի առավոտ։ Ոնց է անցել նախորդ օրը։ Դե ինչպես միշտ ամենագեղեցիկ օրը մեզ մոտ ուրբաթն է։ Հաշվի առնելով են նախապատրաստական աշխատանքները։ Ուրբաթ օրերը հավաքում են լրի մատերիալները, էլի տենց է, վաբսյոտ։ Այսինքն իսկական օֆրոդ սիրողներն են հավաքում ուրբաթ օրերը։ Հավաքում տարուկի շուրջ, ասում, խոսում, հացվում լավ ու շաբաթ առավոտյան սկսվում է։ Այս տեղի անունը հստակ ոնց է։ Գրած է Չինչին գյուղի մոտ, բայց մենք Իծակարով ենք բաղ։ Իծակարին հարակից կապտավանքն է սա։ Մեր հայ տղաներից, բարերարներից փորձել են վերանորոգել էլի եկեղեցին։ Հեսա մոտորերս կավարտ են։ Կապտավանքն է սա, շատ հին, շատ գեղեցիկ եկեղեցի է։ Իր տարածքում շատ հարմար մեծ հարմար վայր կա, որ կարող ենք լագեր խփել, պալատկա, կայանել։ Այս անգամ ֆորմատը այնպես են որոշել, որ գնանք երկու օր քշենք, հանք նորից էլի նույն լագերը, նույն տեղը, որ չտեղաշարժվենք, պալատկաները հավաքենք նորից։ Մեքենաների մի մասը այստեղ մնալու է, դրան գանք։ Բոլորը այստեղ են մնալու, քշվող մեքենաներով կշարժվենք։ Այսօր հաշվեցի մոտ 15 պլյուս-մինուս 2 տեխնիկա ունենք։ Դեռ չեմ եկել հələ ճանապարհ։ Էլի մարդիկ կան եկա։ Հուսամ մի մեքենա չի խանգար։ Իսկ ուր ենք շարժվելու, ոնց ասած շրջան ենք անելու։ Ինչ որ ճիշտն է շրջան ենք անելու, բայց հիմա պետքա փնտրենք ուղղակի մաքսիմալ եթե կլինի ցեղ, բայց կարծում եմ չի լինի, որտեղ ագին ժամանակ տեղումներ չի եղել։ Տեղացի տղաներն ասում են, որ իրոք բոլոր տեղերը չորություն է։ Այս անգամ կփորձենք ուղղակի մի քիչ երևի երկար քշենք, շատ քշենք, գեղատեսիլ վայրերով քշենք, բարձունքներով քշենք։ Ուղղակի վայելենք հայկական լեռնաշխարհի գեղեցիկ։ Դե հիմա ամեն անգամ չի, որ պետք է լավ պարտադիր ցեխոտենք, ուղղակի այս անգամ տես կստացվի, դե հիմա ինչ արած։ Երեք որ եկել եք մեքենաներին ինչ-որ խնդիր ունեցել են գալուց։ Թե արշավը սկսի նոր սկսեն խնդիրները։ Չէ, ունեցել։ Ինչ է կապած։ Չէ, ասում ենք արա ինչ։ Ինչևէ, մենք ձեզ ինչքան ժամանակ ենք շարժվելու։ Փորձը հաշվի առնենք։ Չէ, ոնց դառնում 12-ի շուտ չենք շարժվի։ Դեռ մինչև կմոտենան, մինչև կանա, մինչև Նախաճաշ։ Ասենք շարժվենք, դեռ նորից եմ շեշտում, այդքան վրաշ չենք, որտեղ կոնկրետ շատ բարդ ճանապարհ չի լինելու։ Ուղղակի պետք է օրը գեղեցիկ վայելենք։
Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք Դավիթ Մարտիրոսյանի հետ, ով Offroad Armenia-ի խմբի համահիմնադիրներից է։ Դավիթ ջան, մեզ լավ արշավ։ Ես լավ որ, այո։ Offroad Armenia-ի արշավները ունեն շատ հետաքրքիր հատված։ Հնարավորություն է ընձեռվում ուսումնասիրելու հայկական լեռնաշխարհը ավելի մոտիկից եւ երբեմն բացահայտել շատ գողտրիկ անկյուններ, որոնց մասին քչերը գիտեն։ Այսօր մենք խոսելու ենք կապտավանքի մասին։ Խնդրում եմ չշփոթել կապտավանքի հետ, որովհետեւ կապտավանքը նույնպես կա, գտնվում է Կոտայքի մարզում։ Կապտավանքը գտնվում է Տավուշի մարզում։ Հիմա փոքրիկ այսպես էքսկուրսիա ինչ որտեղից։ Այստեղ կար ցուցանակ, մենք կարդացինք, այն թվագրվում է 12-րդ դարի կեսեր։ Ով է պատվիրատուն, ով է կառուցողը, գրած չէր, գրած էր, որ սա վանական համալիրից միակ մնացած շինությունն է։ Գրած էր, որ այստեղ այս գեղեցիկ վայրում ժամանակին եղել է եռուզեր, կյանք, մշակութային, կրոնական, բայց այս բանը այստեղ ոչ մի շինություն չի պահպանվել։ Եկեղեցու հարակից տարածքում կան խաչքարերի փոքր կտորներ, ամբողջական խաչքար մենք չգտանք։ Մեկ էլ ցուցանակի վրա գրված էր, որ այստեղ ներսում կան որմնանկարներ։ Հիմա փորձենք մտնել ներսը, գտնել այդ որմնանկարները, եթե ինչ-որ բան երևա ցույց կտանք, եթե ոչ, ապա ինչ անենք, այդպես է ստացվում։ Իմիջիալոց Կապտավանք անվանումը որտեղից է եկել, շինությունը նախկինում կառուցված է եղել, այս, սա էլ ցույց տամ, այս գույնի կրաքարից, որը արևի տակ շատ գեղեցիկ կապույտ երանգ է տալիս ու հիմնական վերսիան ասում են, որ կապտավանք եղել է կապույտ գույնի վանք այդ բառերի խառնումից։ Մյուս անվանում աստվածածինն է, որը այս բանը չի օգտագործվում։ Հիմա մտնենք փորձենք ներսը տեսնել։ Մենք շարժվել ենք, ես այսօր բագիով եմ, ես այսօր բագիով եմ, եթե դուք էլ եք ուզում բագի, կարաք դիմեք Polaris Armenia-ին, որի ցուցասրահում կան տարբեր տեսակի բագիներ, ձյունագնացներ, կվադրացիկլներ, ու դրան գումարած այդ ամեն ինչի սպասարկումը, Polaris Armenia զանգեր։ Մենք արշավը սկսեցինք։ Այս ինչ Kawasaki է։ KRX-ա կոչվում։ Մի քիչ կպատմեք։ Ինչ պատմեմ, շատ սիրուն է։ Ահա։ Ինքը անանցանելի տեղերով գնում է։ Քասար ամենալավն է ստեյ բագիներից։ Ինքը հենց արտաճանապարհային այս լանդշաֆտի համար է, թե։ Այո, միայն ինչքան վատ տեղեր կա, ինքը սիրում է, իր ուշք է թվում է վատ տեղերի համար։ Ինքը քանի դիաուժա։ 126։ Իսկ Ռուսիայի մոմենտը հայտնի է։ Այդ չեմ հիշում։ Սխալվեմ ասեմ։ Վերջի բագինով է։
Վերջի բագի մի հատ արձագանքի։ Հիմա ստեղ եկել ենք, մինչև ֆոտոն կանենք, որոշում ենք բարձրանանք այս սարի, այս կողմը, թե գնանք այստեղ, թե գնանք այնտեղ։ Փաստացի երեքն էլ անտառոտ, գեղեցիկ, սիրուն վայրեր են լինելու, ախ, ես մի քիչ առաջ ճյուղով հարված ստացա, աչքիս իրական հիմա բավական ցավ է տղել, բայց ես էլ մոռացել եմ ակնոցս, ու քանի որ առանց բարբրից բագի եմ նստել, ամբողջ փոշին լցում է աչքերս, բարեբախտաբար բալակլավան քիթ սպաղում է, բերան սպաղում է, բայց աչքեր փաստացի ոչինչ չեմ կարողանում տեսնել։ Այսքան մասնակից ունենք, 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13։ Ես սրանով եմ, Kawasaki 3000։ Ինչ էի ուզում ասել, այստեղ կան ամենագնացներ, կան բագիներ, եթե ձեզ էլ է հետաքրքրում օֆրոուդ մշակույթը և ուզում եք դառնալ օֆրոուդ Armenia ակումբի անդամ, մտածում եք ամենագնաց թե բագի, եթե մտածում եք բագի, ապա մենք խորհուրդ ենք տալիս մեր գործընկեր և հովանավոր Polaris Armenia-ին։ Նրա խանութ սրահում կգտնեք և բագիներ, և կվադրացիկլներ, և ձյունագնացներ ու պաշտոնական սպասարկում նաև կարող եք այնտեղից ստանալ, որպեսզի տեխնիկաները մաքսիմալ երկար շահագործվեն, չունենան խնդիր։ Իսկ մենք արդեն ստարտ ենք տալիս, գնացինք։ Գնացինք վերջապես առաջի խոտանը։ Ես ոնց հետ եկան, ոնց որ ձակուկին պաշտպանելու։ Մավիկի ռեմենն է փրթել։ Տեղից վնասված էր, դրդռում էր դեմից։ Ես մի անգամ աչքիս առաջ փոխել են, ասեն ես ձևը գիտեմ։ Արդեն շարժվել ենք ճամբարից 40 րոպե ու եղավ առաջի խոտանը։ Այդտենց չեմ ուրախանում, բայց առանց դրա էքշենը չի լինի։ Մավիկի վարիատորի ռեմենն է կտրվել, դրա փոխելը իրական այդքան բարդ չի։ Ուղղակի չնախատեսված մոտ 25-ից կես ժամանոց ընդմիջում է լինելու։ Բայց այստեղ կա Maverick R2 տեխնիկա։ Մի խոսքով մաքսիմալ հզոր ուժեղ կոմպլեկտացիա, տարբերվող տեխնիկա եւ գնային սեգմենտով եւ OGG-ով ու բանով։ Հեսա սայլ կնստեմ, սայլ կփորձարկեմ։ Չէ, այդքան թեթև չի։ Բայց իմիջայլոց խոտանների մասին խոսեցինք։ Եթե ուզում եք, որ մեքենային խոտաններ չլինեն, շատ կարևոր է ընտրել ճիշտ յուղեր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Off-Road Armenia-ի արշավների հովանավոր Նակոյլ ընկերությանը, որը ներկայացնում է Մոտոլ ապրանքանիշը։ Եվ նրանց խանութ սրահներում կարող եք գտնել յուղեր ցանկացած տեխնիկայի, ցանկացած հատվածի համար։ Այսինքն շարժիչ, փոխանցման տուփ, չգիտեմ ինչ որ պետք լինի, ու նաև ցանկացած տեխնիկա, մեքենա, բագի, կվադրացիկլ, ձյունագնաց։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։
բաժանալինում կես գալիս ենք, ձգձգվում է ճանապարհը, մենք արդեն ինչքան 2 անցա բան չենք քշել։ Հա, 2 անցա սա իրար հետ քշել ենք 6 կիլոմետր 300 մետր։ Աբսուրդ։ Օֆրոդ Արմենիան տենցա քշում։ Չէ, սա շիլն երթը։ Միակ արդարացումն է, որ վայելում ենք շատ սիրուն ճանապարհ։ Լավ ցեխին այսօր։ Ալի։ Շատ կարևոր է, որպեսզի մեքենան պատրաստ լինի արտաճանապարհային բարդ ու դժվար պայմանների։ Կարևոր պայմանը այդտեղ ճիշտ ընտրված վառելիքը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հաղորդման հովանավոր Գալֆին։ Իմիջիայլոց Գալֆը արդեն ունի 10 լցակայան, որոնցից վերջինը բացվել է Արմավիր քաղաքում։ Գալֆի լցակայաններում դուք կարող եք գտնել որակյալ բենզին, դիզել վառելիք եւ հեղուկ գազ։ Արշակ չնես ինչ մոդել է։ Ավրիկ, քենեմ։ Ինչի՞։ Քենեմ, ավրիկ, սերես, տուրբե, թերը։ Այնքա երկար այն։ Ոնց հասկացանք, թե լավագույններից մեկն է իրա շարքում։ Իր առավելությունները որոնք են մյուսների համեմատ։ Ես դիմացին ինչ է մյուսներից։ Բոլորը նույնն են այս բանը։ Հենց ստացվում է, որ բոլոր ամենալավերն են այսօր։ Բայց Բոլորը նույնն են։ ինչու՞մն է իրա, ես գիտեմ, որ ուսի թանկ աճում կա։ Հա։ Հանդա։ Իրա տետեխան ինչով առավել է։ Ձյաուշկա բացը, բլակիրովկա ունի, բլակիրովկին ավտոմատ չի, что я мясо անջատելովա, Քանից իա։ եկավ 10, Իսկ այդ Ռուսիա շիման այդ ասած ինչքան ասել։ բարձր է, բայց չգիտեմ, այն է կամպուտում, տեղից շատ լավ է։ Ու ես որ թիմա։ Կարծեմ 21-23։ Ու դրանք գումարած հոյակապ մագնիտոֆոն կա։ Հա, շատ կարնայրական ու շատ կան։ Այս մեքենան միջև որտեղ կարող մտնի ջուրը։ Вообще-то միջև ստես է։ Այս Պետքա չկասեմ։ իրա դիմախունն է։ Այդ պետք է չթռչի։ Բայց ես մնացածը որ թռչի օքեյ, հա։ Okay, ոչ մի բան, բաժը լվանալուց լվում ենք, առանց ոչ մի բան։ Այսինքն որ գարոկի մեջ է լցվում, հա։ Даже մագը կարանք լվա կարշելով։ Սենց տեխնիկա եմ ուզում։ Օ։ Կարող ուզես։ Վայ, չէ, դուր։ Ասում է, այնտեղ ինչ-որ հետաքրքիր դժվարություն կա։ Sweet star in the shadows. Ո, փլը նայենք։ Օրա։ Օրա, իսկ լավ տեղ է։
Էս ինչ լավ տեղ է։ Sizin jogging ինչ ստուգում եք դա, հա? Gaming gun. Հոյակապ ցեխոտ տեղ են գտե, ասում ցեխը առողջարար է ինչ որ։ Այսօրվա նմանավարտ։ Ես մաքսիմալ պրոցեդուրա եմ ասում։ Jumanjin անցավ դրակոնը մի կերպ դուրս եկավ անցավ, հենց տենան կա։ Բագիների ցեխը մտնող կա։ Անդո քեզնից չէ։ Давай, էքշենը տենց ենք ստանալու։ Ուրեմն ինչ ենք անում, բագին շատ խորը ցեխի մեջ եմ մտել, մոտ 60-70 սանտիմետր, ուրիշ բագիով փորձեցին քարշակել, չստացվեց, որովհետև կոնկրետ խրված բագի քարշակման համակարգն էլ է փչացել կամ ուղղակի չկարողացանք հասնել։ Հիմա հատուկ տրոսի, առանձնական տրոսի ու կանատի օգնությամբ քարշակում ենք, իրականում սա շատ վտանգավոր է, եթե օրինակ տրոսը փոկվի։
Ահա, բայց ոնց որ ձգեց հանում է։ Ոնց որ բագին սկսեց երևալ։ Բագի։ Hello, Farah. Ինչ եղավ։ Եկանք հասանք այստեղ։ Այս թեք ճանապարհի այս մասը։ Եկանք հասանք, դեռ մեքենա կար, չկարեցանք բարձրանալ այդ բային, զադի տվին, գազ տվին ու վարիատորի ռեմեն է, այսօրվա մեջ արդեն երկրորդը տվեցինք, օպ, կորուստ։ Անիմաստ, ճահիճի համար նախատեսված ակերով սար բարձացանք, ռեմենը կտրեց, ու հիմա նորմալ ճահով գնում ենք առաջ։ Նեն ստացեց, որ այստեղ մեքենա եղավ, մենք ստոպ տվինք, հետո փորձեցինք շարժվել, բերեգազովկա, այսպես ասած, գերլարվածություն, գերծանրաբեռնվածություն, ռեմենը կտրեց։ Հիմա քարշակեցինք մի ձև բարձացեցինք այստեղ, երկրորդ ռեմենն է այսօր փոխվում վարիատորի։ Բայց դրան զուգահեռ մենք գտանք մի հատ տեղ, ու այս գյուղի բնակիչներից, ովքեր մեզ ուղեկցում են ու նաև ճանապարհն են ցույց տալի, ասեցին, որ մեքենա այստեղ պատմության մեջ առաջին անգամ է գալիս, ըստ նախնական տեղեկությունների, այլ ճիշտ ինչ որ իրեն գիտեին շինության մասին։ Սա մինչ քրիստոնեական առաջի երկրորդ դար թվագրվող ինչ որ շինության մնացորդն են։ Չնայած այստեղ կան շատ հետաքրքիր երկծայր ծայրերով խաչեր, խաչքարեր, տենց բավական պարզ քանդակներ։ Ու կա փոքրիկ շինություն այսպեսի, որը չգիտեմ, կամ կացարան է եղել, կամ աղոթատեղի։ Հիմա այստեղ մոմեր են դրած, գնացող եկող մարդիկ, գյուղացիները, մոտիկ գյուղերի կամ պարզապես արշավականները, ովքեր երբեմն այստեղով անցնում են, հնարավորություն ունեն մոմ վառելու։ Դրան զուգահեռ շատ գեղեցիկ այսպես տեսարան կա։ Մի խոսքով, եթե դուք եք ուզում շատ հետաքրքիր արշավներ ունենաք ու բացահայտեք Հայաստանի նորովի, կարող եք նայել Off-Road Armenia արշավները, բաժանորդագրվելով մեզ YouTube-ում, Facebook-ում եւ Instagram-ում։ Կամ, եթե ուզում եք ավելին, կարող եք բացի բաժանորդագրվելը, եթե ունեք մեքենա, ամենագնաց, կամ բագի, կամ քառաձիգ կվադրացիկլ, կարող եք միանալ մեզ արշավների ընթացքում, նախ մեր թիմը, մեր ընկերությունը ավելի մեծ կլինի, հետո դա հնարավորություն կլինի ավելի լավ բացահայտելու Հայաստանը։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Off-Road Armenia-ի հերթական արշավը։
Մեր արշավը ավարտվեց։ Մենք վերադարձանք այնտեղ, որտեղից որ շարժվել էինք, Կապտավանքի մոտից, այսինքն մոտ 30 կիլոմետր կամ 40, հիմա կոնկրետ չեմ կարող ասել, տևեց ողջ շրջանը, շատ հետաքրքիր էր, որտեղ նախ առնվազն 2 հետաքրքիր պատմական վայր տեսանք, մեքենաները բավականին հեշտ անցան, չնայած ունեցանք օրինակ 2 վարիատորը ռեմեն կտրեց տարբեր պատճառներով, բայց ընդհանուր առմամբ առանց լուրջ խոտանների անցանք ու բնականաբար օֆրոուդ Արմենիայի թիմի ընկերական այդ բարձր տրամադրությունը, ընկերական մթնոլորտը շատ ուրախ ու զվար դարձրեց մեր այսօրվա արշավը։ Ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ողջ խմբի տղաներին։ Մենք այսքանով ավարտում ենք այսօրվա մեր եթերը, եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին, ում շնորհիվ այս կոնտենտը հնարավոր է դառնում, եւ մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում։ Ձեզ հետ է Դավիթ Ռակուրսը եւ դուք դիտում եք Օֆրոուդ Արմենիայի հերթական արշավը։